Սիրելի դիտողներ, այսօր մենք կխոսենք շատ կարևոր թեմայի մասին։ Որոշ բանջարեղեններ շաքարային դիաբետով մարդկանց համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան շաքարը։ Շատերը վստահ են, որ բանջարեղենները միշտ օգտակար եւ անվտանգ են, բայց իրականում դա այդպես չէ։ Գոյություն ունի բանջարեղենների խումբ, որոնք շաքարային դիաբետի դեպքում կարող են կտրուկ բարձրացնել գլյուկոզայի մակարդակը, ծանրաբեռնել ենթաստամոքսային գեղձը եւ նույնիսկ առաջացնել բարդություններ։ Բայց կան նաև այնպիսի բանջարեղեններ, որոնք ընդհակառակը օգնում են իջեցնել շաքարը, պահպանել նորմալ քաշը եւ պահպանել սիրտն ու անոթները։ Մենք ցկտում ենք ստեղծել ձեզ համար օգտակար եւ որակյալ բովանդակություն առողջության մասին։ Ուստի, որպեսզի չբացթողնեք նոր տեսանյութերը, խնդրում ենք բաժանորդագրվել ալիքին։ Այդպես դուք կաջակցեք մեր աշխատանքին եւ առաջինը կիմանաք կարևոր խորհուրդներն ու առաջարկությունները։ Շնորհակալություն, որ հոգ եք տանում ձեր առողջության մասին մեզ հետ միասին։ Այս տեսանյութում դուք կիմանաք, որոշ բանջարեղեններ պետք է սահմանափակել կամ լիովին բացառել, իսկ որոնք ընդհակառակը ներառել ամենօրյա սննդակարգում։ Եվ ամենակարևորը, ինչպես ճիշտ կազմել ճաշացանկը, որպեսզի շաքարը կայուն լինի, իսկ առողջությունը ամուր։ Ինչու բանջարեղենները կարող են վտանգավոր լինել դիաբետի դեպքում։ Բանջարեղենները տարբեր են։ Կան ցածր գլիկեմիկ ինդեքսով բանջարեղեններ, որոնք գրեթե չեն բարձրացնում շաքարը, իսկ կան բարձր գլիկեմիկ ինդեքսով բանջարեղեններ, որոնք գործում են նույնքան, որքան սպիտակ հացը կամ քաղցրավենիքը։ Հիմնական վտանգը նրանում է, որ մարդը ուտում է նման բանջարեղեններ, մտածելով, որ դա առողջ սնունդ է, իսկ շաքարը այդ ընթացքում բարձրանում է։ Արդյունքում հոգնածություն, ճնշման տատանումներ, ավելորդ քաշ եւ դիաբետի բարդությունների ռիսկ։ Վտանգավոր բանջարեղենների թոփը՝ կարտոֆիլը։ Այո, սա մեր սեղանին ամենատարածված բանջարեղենն է, բայց դիաբետի դեպքում այն ամենավտանգավորներից մեկն է։ Կարտոֆիլը պարունակում է շատ օսլա։ Օսլան արագ վերածվում է գլյուկոզայի։ Նույնիսկ երբ հաց կարտոֆիլը բարձրացնում է շաքարը գրեթե նույնքան, որքան սպիտակ հացը։ Հատկապես վնասակար է տապակած կարտոֆիլը եւ կարտոֆիլի պյուրեն։ Այնտեղ գլիկեմիկ ինդեքսը ել ավելի բարձր է։ Եթե սիրում եք կարտոֆիլ, ձգտեք ուտել այն հազվադեպ եւ փոքր քանակությամբ։ Ավելի լավ է փոխարինել ցածր կիով բանջարեղեններով։ Ճակնդեղը։ Ճակնդեղը օգտակար բանջարեղեն է, նրանում շատ վիտամիններ կան, բայց դիաբետի դեպքում այն կարող է խորամանկ լինել։ Հում վիճակում այն շաքարը չի բարձրացնում այնքան ուժեղ, բայց եփած կամ թխած ձևով ճակնդեղում շատ շաքարներ կան, որոնք արագ ներծծվում են։ Միայն սահմանափակ քանակությամբ եւ նախընտրելի է հում վիճակում, օրինակ աղցաններում։ Գազարը նույնպես պարունակում է շատ բնական շաքարներ։ Հում վիճակում այն համեմատաբար անվտանգ է, բայց ջերմային մշակումից հետո գլիկեմիկ ինդեքսը կտրուկ բարձրանում է։ Մի բաժակ գազարի հյութը կարող է շաքարը բարձրացնել ոչ վատ, քան գազավորված ըմպելիքը։ Ուստի դիաբետի դեպքում գազարը ավելի լավ է ուտել թարմ, փոքր քանակությամբ։ Դդումը։ Շատերը կզարմանան, բայց դդումը բարձր գլիկեմիկ ինդեքսով բանջարեղեն է։ Չնայած նրան, որ նրանում քիչ կալորիա կա, դդմից շաքարը արագ ներծծվում է։ Ուստի դիաբետիկի համար դդմի պյուրե ապուրը կարող է նույնիսկ վտանգավոր լինել։ Կարելի է ուտել դդում փոքր քանակությամբ, բայց միայն սպիտակուցի կամ մանրաթելի հետ համատեղ, որպեսզի դանդաղեցնի շաքարների ներծծումը։ Եգիպտացորենը։ Եգիպտացորենը եւս մեկ օսլայով բանջարեղեն է։ Եփած եգիպտացորենը կամ եգիպտացորենի շիլան դիաբետիկի համար իսկական շաքարային ռումբ է։ Եթե ուտել եգիպտացորեն, ապա շատ հազվադեպ եւ փոքր քանակությամբ։ Որ բանջարեղեններն են օգնում իջեցնել շաքարը։ Հիմա լավի մասին։ Գոյություն ունի բանջարեղենների խումբ, որոնք ընդհակառակը օգնում են պայքարել դիաբետի դեմ։ Վարունգը։ Վարունգը 95%-ով ջրից է բաղկացած։ Նրա մեջ գրեթե շաքար չկա։ Նա օգնում է մաքրել օրգանիզմը, հեռացնել ավելորդ հեղուկը եւ նմազեցնել բեռը ենթաստամոքսային գեղձի վրա։ Կաղամբը։ Սպիտակագլուխ, ծաղկակաղամբ, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ։ Ամեն տեսակ կաղամբ օգտակար է դիաբետի դեպքում։ Նա պարունակում է մանրաթել, դանդաղեցնում է գլյուկոզայի ներծծումը, օգնում է աղիներին ավելի լավ աշխատել։ Դդմիկները։ Դդմիկները թեթև են, ցածր տալորիականությամբ, չեն բարձրացնում շաքարը։ Դրանք կարելի է ուտել շոգեխաշած, եփած, թխած։ Տերևավոր բանջարեղենները՝ սպանախ, հազար, մաղադանոս, սամիտ։ Այս բոլոր ապրանքները պարունակում են շատ մանրաթել վիտամիններ եւ օգնում են վերահսկել շաքարի մակարդակը։ Բուլղարական պղպեղը։ Կարմիր, դեղին կանաչ, նրանում քիչ կալորիա եւ շաքար կա, բայց շատ վիտամին C եւ անտիօքսիդանտներ։ Հիանալի ընտրություն աղցանների համար։ Ինչպես ճիշտ սնվել դիաբետի դեպքում։ Բացառեք օսլայով բանջարեղենները՝ կարտոֆիլ, եգիպտացորեն, եփած գազար եւ չակնդեղ։ Կերեք ավելի շատ կանաչ բանջարեղեններ՝ կաղամբ, վարունգ, սպանախ։ Համատեղեք բանջարեղենները սպիտակուցի հետ՝ ձուկ, հավ, լոբի։ Հետևեք քանակին։ Նույնիսկ օգտակար բանջարեղենները ավելի լավ է ուտել չափավոր։
Հրաժարվեք հյութերից։ Բանջարեղենային հյութերը, հատկապես գազարի եւ չակնդեղի, կտրուկ բարձրացնում են շաքարը։ Ավելի լավ է ուտել բանջարեղենները ամբողջությամբ։ Մի մոռացեք, որ դիաբետի դեպքում կարևոր է ոչ միայն ինչ եք ուտում, այլև ինչպես եք ուտում։ Ավելի լավ է ուտել ավելի հաճախ, բայց փոքր չափաբաժիններով։ Ձգտեք չծանրաբեռնել օրգանիզմը մեծ քանակությամբ ածխաջրերով մեկ ընդունման ժամանակ եւ պարտադիր համատեղեք բանջարեղենները ֆիզիկական ակտիվության հետ։ Զբոսանքները, թեթև վարժությունները կօգնեն շաքարը իջեցնել ել ավելի արագ։ Ոչ բոլոր բանջարեղեններն են հավասարապես օգտակար դիաբետի դեպքում։ Որոշները իսկապես կարող են ավելի վտանգավոր լինել շաքարից, քանի որ առաջացնում են գլյուկոզայի կտրուկ թռիչք։ Վտանգավոր բանջարեղենները՝ կարտոֆիլ, եգիպտացորեն, եփած գազար, եփած ճակնդեղ, դդում։ Օգտակար բանջարեղենները՝ վարունգ, կաղամբ, դդմիկ, սպանախ, կանաչի, բուլղարական պղպեղ։ Հիշեք, բանջարեղենների ճիշտ ընտրությունը կարող է իջեցնել շաքարը 30-40%-ով արդեն մեկ շաբաթում։ Հոգացեք ինքներդ ձեզ, սնվեք ճիշտ եւ ձեր օրգանիզմը պարտադիր կպատասխանի ձեզ առողջությամբ եւ էներգիայով։